Բարև ձեզ, Ամեկ Պլյուսի եթերում հարցազրույցն է եւ այսօր մեր հյուրն է Ազատ քաղաքացի կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուշուջյանը։ Բարև ձեզ, պարոն Խուշուջյան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Դուք հավանաբար տեղյակ եք ազգային ժողովի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի 2 օր առաջ արած այն հայտարարությանը, որ ելույթը պատրաստ է, ելույթը արդեն սեպտեմբերի 3-ին ազգային ժողովում շրջանառության մեջ են դրել, որ պատճառ չկա այն մեկ ամսում լիագումար նիստերի օրակարգ չընդգրկելու համար, իսկ մեկ ամիսը լրանալու է վաղը, իսկ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ասաց, որևէ հիմք չի տեսնում այն լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու համար։ Սա ինչ հակասություն է, զուտ ներիշխանական հակասություն է Քոչարյանի եւ Ալեն Սիմոնյանի միջև, որը երբեմն որի մասին տեղեկություններ սպրդում են, թե իշխանությունները Նիկոլ Փաշինյանի միգուցե գլխավորությամբ չեն ցանկանում, որ առանց այդ էլ արդեն ուշացած այդ զեկույցը ընդգրկվի լիագումար նիստ եւ քննարկվի։ Ինչ տպավորություն ունեք։ Հիմա տպավորություն է, որ սա հակասություն է իշխանության մեկ ամիս առաջ եղած տրամադրությունների եւ այսօրվա որոշման։ Այսօր այսքան նկատի ունեմ հիմա արդեն ունեցած որոշման չգնալ արտահերթ ընտրությունների։ Այսինքն մեկ ամիս առաջ արտահերթ ընտրությունների գնալու այդպիսի խոսակցություններ կային, որոշում չէր։ Տրամադրություն ասեցի դրա համար, հա, այդպիսի տրամադրություն կար իմ կարծիքով։ Իշխանության մոտ։ Այո, իշխանության ներսում։ Եվ դրա համար էլ որոշվել էր նաեւ այս քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակել։ Իսկ այդ զեկույցը շատ կարևոր մանրամասներ է պարունակում, որոնք ես կարծում եմ օգտակար են լինելու իշխանությանը այն իմաստով, որ իշխանությունը դիրքավորել է որպես Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանող ուժ Ռուսաստանի ոտնձգություններից, իսկ այդ զեկույցում ակնհայտ է, որ բացահայտվելու է Ռուսաստանի դավաճանության այդ ամբողջականությունը, հա։ Եվ պատահական չի, որ ժամանակին, երբ որ արդեն զեկույցը պատրաստ էր դեռ տարի, 2 տարի առաջ, բայց Հայաստանի իշխանությունները դեռ պատրաստ չէին, այսպես չեմ ասում սուր առճակատման գնային Ռուսաստանի հետ, բայց հակասությունները խորացնելու Ռուսաստանի հետ, իսկ նման զեկույցի հրապարակումը դա ուղղակի խայտառակ է անելու Կրեմլի դիրքորոշումը եւ իհարկե դժգոհություն է առաջացնելու Կրեմլում։ Այն ժամանակ հետաձգեցին, հետո ավելի մեղմ տարբերակով ինչ որ արտահոսքեր ընդհանրապես տվեցին, հա, այսինքն ամբողջական զեկույցի հրապարակումը թողում էին ավելի լավ օրերի ճակերտներում ասած եւ այդ լավ օրերը այդ իմաստով կարծում եմ եկել են նկատի ունեմ, որ ընտրություններից առաջ իրենց համար հարմար պահ է դա հրապարակել, ուղղակի քանի որ ընտրությունները արտահերթ չեն լինելու եւ արդեն կարծես թե փոխվել է տրամադրությունը եւ գնում են հերթական ընտրությունների եւ համապատասխանաբար այդ զեկույցը ավելի պետք կլինի ավելի մոտ ընտրություններին եւ եթե Ալեն Սիմոնյանի, այո, եթե Ալեն Սիմոնյանի հայտարարությունը լսեք, ինքը չի ասում չենք հրապարակել։ Ինքը ասում է այլ ձևով կհրապարակենք, գուցե անունը փոխենք, այդպես հրապարակենք, որ չհակասի ուրեմն կանոնակարգերին, հա։ Գուցե լսումների ձևով անենք, հա, բայց այն որ հրապարակելու են, դրանում ոչ մի խոսք չկա, որովհետև իշխանությանը պետք է եւ կարծում եմ նաեւ ժողովրդին է պետք դա։ Դուք պայմանավորվեցիք նաեւ ռուսական հանգամանքով, ինչ է հիմա անկախ նրանից արտահերթ ընտրությունների վերաբերյալ տրամադրություններ ունեցել են թե ոչ իշխանությունները, հիմա Ռուսաստանի հետ խնդիրներ չեն ուզում սրել, որ չեն հրապարակում, որովհետև ինչպես դուք նշեցիք, այնտեղ հակառուսական բազմաթիվ ինչ-որ հանգամանքներ կարող են։ Չեմ կարծում, որ դա է պատճառը, որովհետև մի ամիս առաջ եթե որոշել են հրապարակեն եւ դրա համար էլ Անդրանիկ Քոչարյանը արդեն մտել էր լիագումար նիստ մտցնելու առաջարկով, չէ՞, այս նախագիծը այն ժամանակ շատ բան չի փոխվել մի ամիս առաջ եւ հիմա հայ-ռուսական հարաբերություններում, այսինքն հիմա իշխանության աշխարհն այնպեսին է, որ իրենք կարող են իրենց թույլ տալ նման բան։ Բայց ելի եմ ասում, դա ավելի շատ օթում կրակոց կլինի հիմա, քանի որ ընտրություններին շատ ժամանակ դեռ կա եւ շատ ջրեր կհոսեն եւ կմոռացվի արդեն այն էֆեկտը, որը որ սա տալու է։ Եվ գիտեք, Ալեն Սիմոնյանը չեմ կարծում ինքնուրույն նման որոշում կայացներ չմտցնելու, հա, այսինքն ոչ էլ կարծում եմ Անդրանիկ Քոչարյանը
ուրեմն առանց խորհրդակցելու նման որոշում կկայացներ մի ամիս առաջ առաջարկելու, որ սա լիագումար նիստ մտնի։ Այսինքն բնականաբար բոլորը համաձայնեցված է իրար մեջ եւ Նիկոլ Փաշինյանի հետ եւ այսպես տեխնիկական հակասությունը, որ առաջացավ, կապված է զուտ այդ իմ կարծիքով, զուտ այդ տրամադրության փոփոխության հետ ընտրություն նախընտրական փուլ մտնելու ժամկետների հետ։ Այդ դեպքում, եթե բոլորը տեղյակ էին, տեղյակ էր նաեւ Անդրանիկ Քոչարյանին չի էլ լրացուցիչ տպավորություն կա, որ սրում է իրավիճակը եւ ասում է ազգային ժողովի նախագահը այլ բան չի կարող անել, քան մի ամսվա ընթացքում, այսինքն այսօր կամ վաղը, հոկտեմբերի 2-ին կամ 3-ին որոշում կայացնել այն նիստերի օրակարգ մտցնելու համար եւ որ ինքը արդեն պատրաստ է նիստերի օրակարգում զեկույցը ներկայացնել, ասեցի, ես ուզում եմ այդ զեկույցը ներկայացնել։ Ինչի՞ է դեպքում գնում նման իհարկե մի քիչ կոպիտ է ասված, բայց արճակատմամբ ազգային ժողովի նախագահի կամ իշխանությունների հետ։ Ժողովրդավարական բանավեճի տպավորությունն է ստեղծում այդ ամեն ինչը, մանավանդ որ կա դրա հիմքերը, այդ հակասությունը կա։ Այլ հարց է, որ այդ հակասությունը իմ կարծիքով տեխնիկական է, այսինքն այն ժամանակ, երբ որ ուզում էին դա հրապարակեն, Անդրանիկ Քոչարյանը մտավ այդ առաջարկով, հիմա քանի որ մտքափոխվել են տրամադրությունները, փոխվել որոշում է կայացվել ամեն դեպքում գնալ վերջնականապես հերթական ընտրությունների, արդեն հիմա ոչ թե ժամկետ անց է, այլ ժամանակավրեպ է։ Այսինքն ինչ որ մի ժամանակ հետո բնականաբար հենց որ մոտենան ընտրությունները կհրապարակվեն։ Այսինքն մի փոքր հակասություն է ստեղծվում Անդրանիկ Քոչարյանի եւ Ալեն Սիմոնյանի միջեւ, որ միգուցե հենց այս պատճառով չի հրապարակվում եւ ոչ թե այլ գլոբալ իշխանական ցանկություններով, հա։ Այո, ես ամեն դեպքում սա իմ կարծիքն է, ես չեմ հավակնում 100% ճշմարտությանը, զուտ տեսական վերլուծություն է։ Իսկ ինչու են իշխանությունները մեկ ամիս առաջ ուզում գնալ արտահերթ ընտրությունների։ Որովհետև արդեն խաղաղության, այսպես մոտալուտ ժամանակաշրջանի, այսպես պայծառ բացումը հարմար պահ էր, կարծում եմ։ Վարկանիշը բարձրացել է։ Նաև ընդդիմադիր շատ գործիչներ, Արամ Սարգսյանը ձեզ մոտ կարծեմ նույնիսկ ասաց, որ զարմանում է, որ չեն գնում արտահերթի, հա, որտեղ այդ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռբերված պայմանավորվածությունները բավականին այսպես դրական շլեյֆ իրենց հետ բերեցին իշխանությունների հեղինակության համար։ Իսկ ինչու հետո մեկ ամիս հետո որոշեցին չգնալ արտահերթ ընտրությունների, ես ձեզ չեմ կարող ասել, ես իրենց վարչության նիստերին չեմ մասնակցում։ Ու տպավորություն միգուցե ունեք։ Դժվարանում եմ ասել, ամեն դեպքում իրենք լավ խաղաքարտեր ունեն նաև հունիսից առաջ, հունիսին ընդառաջ, նույն եվրոպական համայնքի հանդիպումը Հայաստանում, որը էլի մեծ արձագանքներ է բերելու, բայց իհարկե ռիսկերն են ավելանալու, որովհետև սենց հնդածես այն պահ կա, որ Ռուսաստանը դեռ չի հասցրել իր ամբողջ գործիքակազմը, այսպես ծավալել, այստեղ փողերը բերել, դրածոներին կազմակերպել եւ այլն, կա ինչ որ կազմակերպված խավ եւ ուժ, բայց դա շատ այսպես սեղմնային վիճակում է իմ տպավորությամբ։ Ես այդ հիբրիդային հատկապես պատերազմի տեսակետից եւ դա միայն իշխանությունների դեմ իրենց Ռուսաստանի գործողություններին չի վերաբերում, դա նաեւ ժողովրդավարական ընդդիմության դեմ այդ գործողություններին է վերաբերում, իրենք զուգահեռաբար գործում են նաեւ եւ նույնիսկ ես կասեի, որ հիմա շատ ավելի թիրախավորված է արևմտամետ ժողովրդավարական ընդդիմությունը, քան իշխանությունը այդ մարդկանց կողմից եւ այդ խմբերի այդ հիբրիդային գործիքակազմի կողմից, բայց վստահ եմ, որ երկուսն էլ այսպես երկուսի թիրախավորումն էլ ավելանալու է գնալով ընտրություններին ընդառաջ եւ այս փուլը շատ այսպես անակնկալ կարող է լինել եւ ֆալստարտի բերեր, այսինքն բաներին անդիմախոսներին ռուսամետ այդ գործիքակազմը ամբողջ։ Ընտրություններին դեռ կվերադառնանք, նորից զեկույցին կամ պատերազմին անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ նախորդին կամ նախապես հայկական հետախուզությունը տեղյակ է եղել կամ հասկացել է, որ հարձակում պետք է լինի, որ Նախիջևանում տեղի ունեցող որոշակի զրույցներ են որսացել Հայաստանի հատուկ ծառայության ներկայացուցիչները, որոնցից կարելի է եզրակացնել, բայց երբ որ պաշտպանության նախարարը պատերազմի օրը Հայաստանում չի եղել եւ այլ հանգամանքներ իրար կապելով ասաց, որ արտաքին նման խաղ է խաղացվել Հայաստանի գլխում, որ պատերազմ չի լինելու, ում նկատի ուներ, ինչ նկատի ուներ։ Ելով կարող էր հավաստիացնել Հայաստանի իշխանություններին, որ պատերազմ չի լինելու եւ իշխանություններն էլ հավատային դրան։ Իհարկե Կրեմլից պետք է լիներ դա։ Բարձ եզրահանգում է։ Ես էլ եմ ասում, սա տեսական վերլուծությունը հիմնվելով պարոն Քոչարյանի խոսքերի վրա։ Եվ ես չեմ տեսնում այլ ուժ, որը որ նման միտումնավոր թյուրիմացիա մեջ կմտցներ։ Միացյալ Նահանգները չէին անի դա,
իմանալով որ լինելու է պատերազմ, վստահ եմ, բոլորն են իմացել։ Բայց Միացյալ Նահանգները չէին անի այդպիսի բան, որ ասեն, որ չի լինելու պատերազմ, թյուրիմացության մեջ մտցնեն, խաբեն հայկական կողմին։ Ֆրանսիայի մասին չեմ կարող ասել տեղյակ են թե չէ, վստահաբար չեմ կարող նման բան պնդել, բայց Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը վստահաբար տեղյակ են։ Դա նաև Միացյալ Նահանգների արձագանքից երևաց, որ տեղյակ են, այսինքն արձագանքի բացակայությունից։ Իսկ Ֆրանսիան հակառակը, գուցե եւ իրոք չի իմացել եւ Ֆրանսիայի արձագանքը բավականին սուր էր եւ կոշտ, հիշում եք, միակ երկիրը, որը հետեւողականորեն քարոզչական մակարդակով պաշտպանում էր մեզ, Ֆրանսիան մնաց եւ հիշեցնեմ, որ Միացյալ Նահանգների ղեկավարը այն ժամանակ Տրամփն էր, որը հայտնի է իր ջերմ հարաբերություններով Էրդողանի հետ, Նետանյահուի հետ, լավ հարաբերություններով Պուտինի հետ, այսինքն այդ ակումբը դիկտատորների եւ մարդասպանների ակումբը Տրամփին իրենով էր արել կոպիտ ասած։ Ես վստահ եմ, որ համաձայնեցրել են իր հետ, որ հանգարց Միացյալ Նահանգները չմիջամտի, որտեղ Միացյալ Նահանգները եթե կոշտ միջամտեր, պատերազմը ոչ միայն ավելի շուտ կավարտվեր, այլ զորքեր կմտնեին այդտեղ։ Իսկ դա չէր կարող իրեն թույլ տալ Ռուսաստանը, որը հրձիկներ է ամենի եւ համատեղ կազմակերպել են հատկապես ինքն ու Էրդողանը, ես նկատի ունեմ, համոզելու համար Ալիևին, որ այդ քայլին դիմի, որտեվ մենք հիշում ենք Ալիևը այդպես վճռական չէր հուլիսի դեպքերը, եթե հիշում ենք։ Այն ժամանակ բավականին ընկճված էր եւ երբ որ հուլիսյան դեպքերից հետո ես նկատում տավուշում, հա, Խարենը բավականին ողջորված էր։ Ինքը այդպես չէր խոսում, ինքը հարձակվողի տպավորություն չէր թվում, ավելին, երբ որ Բաքվում այդ ակցիան եղավ, ցույցը եղավ, որոնք ինչ որ երիտասարդություն ադրբեջանական, որոնք պահանջում են անհապաղ պատերազմ սկսել եւ այլն, Ալիևը նրանց հեգնեց, ասեց, այս մարդիկ այսպիսի բաներ են ասում, բայց որ հանգարց պատերազմ լինի, սրանց մի քանի հոգի էլ չեն գա բան կամավորագրվել։ Այսինքն Ալիևը այդ պահին նպատակ չուներ։ Ակնհայտ է, եթե ունենար որոշումը, այդպես մեջ նպատակ, այդքան տարիներ շարունակ պատրաստվելուց հետո հանկարծ երկու ինքը վստահ չէր, որ կարող է հաղթել, մեկ, եւ վստահ չէր, որ Ռուսաստանը իրեն չի խաբում, որտեղ ինքը կարար կասկածել, որ Ռուսաստանը ուղղակի իրեն ծուղակն է գցում, որ ինքը հարձակվի, բայց հետո Ռուսաստանը օգնի Հայաստանին կամ գոնե չօգնի Ադրբեջանին եւ թիկունքից չհարվածի Հայաստանին եւ ժամանակ Ադրբեջանը կարող է պարտվել։ Եվ Էրդողանն ու Ռուսաստանը իրեն համոզեցին եւ իրեն նաեւ սադրելու համար էր հուլիսյան դեպքերը իրականում։ Հուլիսյան դեպքերը ինչպես սկսվեցին։ Հիշում եք Նիկոլ Փաշինյանին ինչ անակնկալի էր եկել, երբ որ կառավարության նիստում ասում էր չհասկացանք տենցել այդ ինչ մեքենա էր, որ ով էր խոցել, ինչ էր աղել, տենցել չհասկացանք եւ այլն, բայց չգիտես ինչի այդ խայծը կերավ եւ ողջևորված այսպես ուռա հայրենասիրական այդ բաներով եւ ինքն էլ է հիմա ընդունում, որ ժամանակին այլ կերպ է մտածել եւ սխալները գործել է։ Ինքը այդ խայծը կերավ, իսկ ո՞նց կազմակերպեցին։ Հիշում եք ով էր Տավուշի ուղղության մեր հրամանատարակորպուսի։ Յուրի Խաչատուրովի որդին, այսինքն ուղիղ ազդեցությունը Ռուսաստանի հետ տեղել է։ Իսկ Ադրբեջանի կողմից մի գնդապետ Ռուսաստանի կողմից պրովոկացիա էր կազմակերպված։ Ակնհայտ է, իհարկե։ Որպեսզի այդ բախումը լինի եւ հայերին օգնելով, իսկ հիշում եք, այնտեղ բոլոր դրոնները իջեցրել էին։ Ցույց էին տալիս դրոնները գրկած, հարապները նույնիսկ իսրայելական եւ այլն, այսինքն ցույց էին տալիս, որ տեսեք մենք հաղթել ենք եւ այլն, ինչի համար է դարվում, որ սադրեն Ալիևին, որ Ալիևի պատկերացնում եք այդպիսի բանակ կուտակած մեկը եւ ինչ որ մեկը փաստորեն սահմանային ինչ որ մարտերի ժամանակ իրեն խայտարակ է։ Բայց փաստորեն այդ ժամանակ Ալիևը չսադրեց, ինչպես դուք հիշեցրեցիք, չսադրվեց։ Մի պահ, այո, ինքը չսադրվեց, չնայած շատ վրդովված էր եւ այդ արդեն դիմադրություն ներսի այդ ուրեմն ատելության աճան այնպեսին էր, որ ինքն էլ արդեն չէր վերահսկում։ Ինքն էր այդ ատելությունը գեներացրել տարիների ընթացքում, այո, պատրաստվում էր պատերազմին, բայց այդ պահը դեռ ինքը չէր վստահ չէր, որ այդ պահն է, բայց արդեն հասարակությունը իր սկսեց իրեն ճնշել եւ հետո ռուսներն ու ասենք Պուտինն ու Էրդողանը ասացին խնդիր չունես դու հարձակվի այսինքն այդ նույն հակաօդային պաշտպանությունը որ Տավուշում այդքան լավ գործեց որ ռուսական իհարկե հակաօդային պաշտպանության հետ սերտ համագործակցությամբ էր դառնում չգործեց Արցախում Սյունիքում այսինքն իրենք էին կառավարողները նույն այդ Իսկանդերների բանալիները կներեք հիշում եք այդ գեներալների խոսակցությունը որ զգուշացնում են դեռ միջև պատերազմ որ այդ Իսկանդերները նշ չի որ ձերն է մենք բանալիները մեր ձեռքում է այդ Շատ լավ հիշում եմ դեռ շատ առաջ 16 թվականից հետո չէ Իսկանդերը մենք 2016 թվականի քարորիայից հետո Իսկանդերը Հայաստան եկավ եւ այն ժամանակ փոխնախարար պաշտպանության փոխնախարար
Արա Նազարյանին ընդդիմություն ազգային ժողովում պնդելով փորձում էր պատասխան փոխել, թե Իսկանդերի պուլտը մեր ձեռքում է, թե ոչ, ի վերջո պատասխան չստացան։ Բայց դրանից հետո եղավ խորհրդակցություն, որից ձայնագրություն հրապարակվեց, տեսաձայնագրություն, գեներալների խորհրդակցություն է, որտեղ ռուսները ասում են բաց տեքստով, որ պուլտը մեր ձեռքում է եւ այն չի կարող կիրառվել այնպիսի նպատակների համար, որը որ չի անպատասխանում ՀԱՊԿ-ի այդ բաներին, այսինքն ՀԱՊԿ-ի սահմաններից դուրս կոպիտ ասած, իրենք ասում են, որ Արցախը ՀԱՊԿ-ի հետ կապ չունի, ՀԱՊԿ-ի սահմաններից դուրս է։ Եվ դա էլ արեցին, եւ այդ եմ ասում, որ Ալիևը, եթե հիշում եք, հենց օգոստոսին սկսեց ակտիվ, ուրեմն Թուրքիայից գնումներ իրականացվել եւ այդ բոլոր բաների, այդ բայրակթարների ծավալները մի պահ եղավ ինչ որ մի փուլ մայիսին, որտեղ կար խոսակցություն, որ կարող է մայիսին սկսվի այդ ամեն ինչը, բայց օգոստոսին արդեն ինքը սկսեց, արդեն որոշումը կար եւ արդեն ինքը փոխեց, ինքը իր ասածը խմբագրեց, ինքը ասաց, որ չէ, երբ որ իրան էլի հարցեցին եւ բնականաբար այդ հարցը կազմակերպել են իրեն պատահական հարցեր ոչ մի չի տալիս, ամեն ինչ կառավարվում է իր մոտ, գիտեք, դիկտատուրա է։ Իրեն հարցեցին այդ բաների պահով, որ դուք ասում եք, որ կամավորական չեն գագրվի, եթե պատերազմ սկսվի, եթե չէ, ասեց ինչպես, մենք գիտենք, այդ քաջ երիտասարդներ են, բոլորն էլ կկամավորվեն, արդեն հազարավորներով կամավորագրվում են, այսպիսի բան ասեց ինքը։ Այսինքն ակնհայտ էր, որ որոշումը փոխվել է եւ ռուսները իրեն համոզել են Էրդողանի հետ, որ դու խնդիր չունես Էրդողանը թիկունքներ ապահովելու եւ ինքնաթիռներով եւ քաղաքական, որ հելավ հայտարարեց, չէ՞, ես գետնի վրա էլ եւ բոլոր ասպարեզներում կպաշտպանեմ եւ Ֆրանսիային հիմնական դիմակայողը քաղաքական ասպարեզը միջազգային Էրդողանն էր, հա։ Թուրքիան էր։ Իսկ Ռուսաստանն էլ ապահովելու էր Հայաստանին թիկունքից հարվածելը։ Պարոն Խուրշիդյան, Անդրեյանի Քոչարյանը նաև ասել էր, թե զեկույցը տալիս է պատերազմի թերացումների ողջ սպեկտրը։ Ինչ թերացումների մասին են։ Դե պետք է հասկանալ, որ նաև դավաճանություններ, բազմաթիվ խնդիրներ թվարկեց նաև։ Այդ մի կողմից, այո, թերացումն է, որ ոչ թե դավաճանությունն է, դավաճանություն է, թերացումն է, որ կոմպետենտ չեն։ Այո, եւ դավաճանություն, եւ ոչ կոմպետենտություն։ Ռուսաստան թիկունքից որ ասում հարվածեց Հայաստանին, ում միջոցով։ Իրեն իր խամաճիկների, իր գործակալների, որոնք միջև հիմա քաղաքական դաշտում գործում են, կատարում են իր հրահանգները։ Այն նրանց միջոցով հարվածեց մեզ թիկունքից։ Խրդժություններ կազմակերպելը միջև հիմա անում են։ Դրա համար բանակում ինչքան մաքրեցին, անվտանգության ծառայությունը ինչքան մաքրեցին, էլի մեկ է, այնքան խորն է, այնքան ցանցը մեծ է, որ մաքրում են, հնարավոր չի բոլորին մաքրել։ Եվ դա պատահական չի, գիտեք, որտեղ մենք մեզ դիրքավորել են 20-30 տարի որպես Ռուսաստանի մերձավորագույն դաշնակից, կներեք, իսկ եթե դու մերձավորագույն դաշնակից ես, այդ նշանակում է, որ այդ Ռուսաստանը եթե քո մոտ վերբով կայանում ինչ որ մարդկանց, դա դավաճանություն չի։ Այդ մարդիկ ասում են, մեր դաշնակցի համար ենք աշխատելու, ինչ խնդիր կա։ Մեր մեծ եղբոր համար ենք աշխատելու։ Միջև վերջերս էլ կներեք FSB-ն այդտեղ բան էր անում։ Իր դպրոցների համար հավաքագրում էր երիտասարդներ, որ գնան սովորեն։ FSB-ի դպրոցը ավարտած ինչ պետք է դառնա։ Պարոն Խուրշիդյան, իսկ դուք իշխանությունների մոտ հռետորաբանության փոփոխություն եք տեսնում, տեսեք, մինչև հիմա իշխանությունները բավականին զգուշ են խոսում Ադրբեջանին հակադարձելից, Ալիևին հակադարձելից, բայց թե ՄԱԿ-ի ամբիոնից, թե ԵԽԽՎ-ում եւ թե Հայաստանում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է կամ Ալիևին առաջարկում է փոխել հռետորաբանությունը Զուտ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ, որ դա Ադրբեջանի տարածքին Հորադիս Զանգելան ճանապարհին է վերաբերում եւ ոչ թե Հայաստանի որևէ տարածքով անցնող ինչ-որ ճանապարհի, որ ասում է Ալիևը պետք է բացատրություն տա, թե ինչ նկատի ունի Զանգեզուրի միջանցք, ասելով նույնն էլ իր գործընկերոջ Ալի Ասադովին Մհեր Գրիգորյանն էր առաջարկել ԱՊՀ հետ հեռավար նիստի ժամանակ։ Հռետորաբանություն է փոխվել, թե ինչ խնդիր կա այստեղ։ Առաջ ավելի զգուշ էին, հիմա։ Ես մի անգամ չէ որ ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանը եւ Հայաստանի իշխանությունները բոլոր այն զիջումների, որոնք որ չեն համապատասխանում Հայաստանի շահերին, գնացել են ուժի սպառնալիքի ներքո։ Այսինքն ավելի մեծ կորուստներից խուսափելու նպատակով, պատերազմից խուսափելու, նոր պատերազմի խուսափելու նպատակով։ Դա ակնհայտ է եւ ես առանձնացել եմ 3 այն հիմնական զիջումները, որոնք չեն համապատասխանում Հայաստանի շահերին, բայց իշխանությունը գնացել է դրան։ Առաջի երկուսը տեղավորվում են խաղաղության պայմանագրում եւ վերաբերում են եվրոպական դիտորդների հետ քաշմանը, մեկ եւ երկրորդը մեր հայցերի հետ կանչմանը։ Երկուսն է պահանջել միջազգային ատյաններից։ Երկուսն է պահանջել է Ադրբեջանը եւ երկուսին էլ Հայաստան չէր համաձայնում երկար ժամանակ։ Եթե դա մեզ ձեռ տար, միանգամից կհամաձայնվեն, բայց երկար ժամանակ դիմադրում էին։ Եվ միայն այն պահից հետո, երբ կար տեղեկություն Վաշինգտոնից, որ Ադրբեջանում պատրաստվում են նոր հարձակման,
հենց պատերազմից խուսափելու համար եւ հարձակումի Սյունիքում էր լինելու, խուսափելու համար Նիկոլ Փաշինյանը այսպես անակնկալ մատուցեց, ասելով համաձայն եմ։ Այսինքն ըստ էության Բաքվում ամբողջությամբ Բաքվում գրած մի փաստաթուղթ է, որին Նիկոլ Փաշինյանը համաձայնվեց պատերազմից խուսափելու համար։ Ճիշտ է, այնտեղ կան բաներ, որ մեզ էլ է պետք, հա, եւ տարածքային ամբողջականությունը, Ալմաթայի հռչակագիր եւ այլն, բայց ամեն դեպքում այդ երկու կետը դա էր եւ երրորդ կետն էլ իհարկե վերաբերում էր արդեն ուրեմն Վաշինգտոնում երակոմ հայտարարության ձևով, չէ, ներողություն, երկում արտգործնախարարներն են այդ ստորագրեն ԵՀԿ Մինսկի խմբի լուծարման, այսինքն դա ակնհայտորեն ինչքան էլ հիմա Հայաստանի իշխանությունները փորձում են հիմնավորել դա մեզ էլ էր ձեռ տալիս եւ այլն, դե պարզ է, ամեն ինչ պետք է այդպես փորձեն բացատրեն, բայց ակնհայտ է, որ Մինսկի խումբը պարունակում էր իր մեջ Արցախյան խնդրի լուծման այնպիսի միջարտարապետություն, իրավաքաղաքական, որը որ այսօրվա իրավիճակից շատ ավելի լավ պայմաններ էր առաջարկում Հայաստանին եւ Արցախին։ Եվ առնվազն Արցախի իրավունքները եւ որոշակի կարգավիճակ այնտեղ ներառում էր, չեմ ասում դա որոշված ինչ որ բաներ են, փաստաթղթեր են, բայց արդեն բազա էր ստեղծված եւ դրանից շատ շեղվել երանախագահողները չէին կարողանալու հետագայում։ Եթե նույնիսկ հիմա սարեցվեր process-ը եւ մի օր, երբ որ Ռուսաստանում կփոխվեր իշխանություն կամ ինչ որ իրավիճակ կփոխվեր եւ Ռուսաստանը կվերադառնար այդ հարթակը կսկսեր գործել։ Մի խոսքով, ես միանշանակ կարծում եմ, որ դա մեր շահերից չէր բխում այդ վերացումը։ Հիմա այդ 3 հանգամանքներին Հայաստանը ուժի սպառնալիքի ներքո համաձայնվեց։ Ճարահատյալ եմ որ ասում եմ եւ ես չեմ էլ կարող մեղադրել։ Ես ասում եմ, որ դա չի անպատասխանում Հայաստանի շահերին, բայց ես չեմ կարող ասել, որ դրա եթե դա չանեին, ավելի մեծ վնասներ չէր կրի Հայաստան, չեմ կարող նման բան ասել։ Եթե պատերազմ լիներ, Աստված գիտի ինչ կլիներ։ Եվ այդ իմաստով օգոստոսի 8-ից հետո Նիկոլ Փաշինյանը ավելի համարձակ դարձավ, որտեղ այդ ուժի ճնշումը Հայաստանի վրա էապես թուլացավ։ Հա, երբ որ կա այդպիսի միջնորդ, ինչպես են Միացյալ Նահանգները, երբ որ կան փաստաթղթեր ստորագրված արդեն, որոնք էապես կաշկանդում են Ադրբեջանին, եւ որոնք բերել են ադրբեջանա-ռուսական հարաբերությունների սրմանը եւ վատթարացմանը, այդ ամեն ինչը բերում է նրան, որ իրոք խաղաղությունը շատ ավելի առարկայական է դարձել եւ շատ ավելի հավանական հարատև խաղաղությունը գոնե մոտ տարիների համար, դա ակնհայտ է, Ադրբեջանը հիմա ոչ ի վիճակի է, ոչ էլ այդպիսի թույլ կտա որևէ մեկը իրեն Հայաստանի վրա հարձակվելու, ի վիճակի քաղաքական իմաստով նկատի ունեմ, որովհետև թիկունքից հարվածի տեղ ունի Ռուսաստանից, Միացյալ Նահանգները կհարվածեն արդեն դիմացից քաղաքական իմաստով։ Եվ էլ չեմ խոսում, որ Հայաստանն էլ դիրքավորում է իրեն այսպես ցանցային, հա, տարբեր ուժային կենտրոնների հետ համագործակցությունը խորացնելով։ Եվ այս է որ Նիկոլ Փաշինյանին, այո, ավելի համարձակ է դարձել, որ գոնե այն պայմանավորվածությունների շրջանակներում, ինչ որ Վաշինգտոնում ձեռք է բերվել, գոնե այդ շրջանակները պահի, իսկ այնտեղ Զանգեզուրի միջանց չկար, այնտեղ Հայաստանի սուվերենության ուրեմն խոչընդոտներ եւ խաթարող հանգամանքներ չկային։ Այն ինչ որ Ալիևը փորձում է, իր մոտ բնավորություն է դարձել, չէ՞, մի բան որ ստորագրում է, դրանից հետո սկսում է ճնշել, որ ավելին ստանա։ Այդ ավելին ստանալու դեմ արդեն կարողանում է Նիկոլ Փաշինյանը դիմադրել եւ բավականին կոշտ, հա, եւ ուղակի եւ անուղակի լսեցնելով, ոնց որ Եվրոխորհրդում չկար Ալիև, բայց ինքը այդ ուրեմն անգլիացի падգամավորի դեմ իր այդ բավականին սուր քննադատությամբ հասկացնում էր, նաև լսեցնում էր Ադրբեջանին, որ մենք այս կարմիր գիծը մեր համար եւ այն ժամանակ էլ էր կարմիր գիծ, միշտ է ասել, որ սա մեր համար կարմիր գիծ է, բայց հիմա ավելի համարձակ է դա պահում, իմանալով, որ Ալիևը ի վիճակի չի դրան ինչ որ լուրջ բանով հակադարձել։ Այս պահին, քիչ առաջ հիմա, երբ որ մենք տեսագրում ենք մեր այս զրույցը, քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիևը հանդիպել են, մենք դեռ չունենք տեղեկություն, թե ինչի մասին են խոսել, ձեզ ինչ հարցեր կարող են քննարկած լինել։ Դե Նիկոլ Փաշինյանը անդադ ասում է, որ հիմա խաղաղությունը այսպես կենթանի պահելու, հա, երեխա, որպես եթե երեխա ենք համարում իրեն զարգացնելու, աճացնելու, մեծացնելու, պահպանելու, պաշտպանելու խնդիր կա։ Հիմա այդ տրամաբանության մեջ պետք է դիտել եւ չեմ էլ կասկածում, որ նաեւ այդ Զանգեզուրի միջանցքի պահով պետք է ասի եւ իդեպ հարց ու պատասխան ժամանակիր հնչեցրած նաեւ այն թեզը, որ գուցե Ադրբեջանը նկատի ունի Հորադեզից մինչև Հայաստանի սահման այդ կտորը, այդ հատվածը, եթե այդ հատվածն ինչ ուզում է թող ասի։ Տեսնենք Ալիևի հետ կհամաձայնի Ալիևը, թե հայկական նյարդերի հետ խաղալ համար կշարունակեն դա անել։ Ինքը դեստրուկտիվ դերում է հայտնվում այստեղ, ինչ հաշնակում համաձայնվի, չհամաձայնվի։ Եթե շարունակի նույն տոնով Հայաստան ամենտեղ կասի, տեսեք, սա բան անվստահելի գործընկեր է, հա։
մի բան ստորագրում է, ուրիշ բան ասում է, մի բան անուն ենք դնում, պայմանավորվում ենք wording-ի, այսինքն այս բառամթերքի շուրջ, ինքը բռնում փոխում է, ինչ պայմանավորվում ենք այս մարդու հետ։ Դա Ալիևի շահերից հիմա չի բխում։ Տեսեք, դուք ասում եք իդեպ ընդդիմությունն էլ այդպես ասում, որ փաստաթուղթը գրվել է Բաքվում, բայց այսօր իշխանությունները արդեն նիստ են հրավիրում ողջունելու համար նախագիծ, հայտարարության նախագիծ ընդունելու այդ խաղաղության պայմանագրի նախաստորագրման վերաբերյալ։ Միայն դա չի, տեսեք, օգոստոսի 8-ը իրականում լուրջ տեղաշարժ էր մեր անվտանգային միջավայրի համար։ Եվ նախ եւ առաջ դրա հետ է կապված այս դրական ողջունների այս դինամիկան պահպանելու ցանկությունը եւ դա տեղին է, որովհետեւ այդ փոփոխությունը ինչ է, դա Միացյալ Նահանգների մուտքն է տարածաշրջան։ Միջև հիմա միայն Եվրոմիությունն էր այստեղ կանգնած դիտորդների միջոցով, որը բավարարում էր, որ մենք էսկալացիաներից խուսափենք, բայց ելի երաշխիք չէր տալիս եւ ել եմ ասում, կար արտահոսք Վաշինգտոնից, որ մենք այս տարվա սկզբին ունենալու ենք նոր պատերազմ, անկախ նրանից, որ եվրոպացիները կանգնած են այնտեղ, որտեղ Ռուսաստանը սխմում էր Ադրբեջանին, չէ՞ որ Ռուսաստանի Ադրբեջանի հարաբերությունը չի փչացավ։ Այս պայմանագրերը, որ ստորագրեց Ադրբեջանը, ինչի դրանով վրթովեցրեց Ռուսաստանը, որտեղ դրանով ինքն իր ճանապարհը Հայաստանի վրա հարձակվելու փակեց։ Եվ Ռուսաստանը ասաց՝ մի րոպե, մենք պայմանավորվել ենք, որ ես քեզ տալիս եմ Արցախը, իմ խաղապահները այնտեղ ոչինչ չեն անում, չեն խոչընդոտում, որ դու բռնագաղթեցնես հայ ժողովրդին Արցախի։ Դու դրա դիմաց տալու ես ինձ Հայաստանը։ Ոնց էր տալու Հայաստան։ Հարձակվելու էր Հայաստանի վրա, որ մենք գայինք Հայաստանին փրկենք ճակերտավոր ու վերցնենք մեզ։ Այս իշխանություն փոխեն իրենց խամաճիկներին, մի ամբողջ պլեյադա ունեն այստեղ սպասում են խամաճիկները, չգիտեն որ մեկին ընտրեն, որ դնեն գուբերնատոր Հայաստանի։ Ու վերջ հարցը փակվում էր։ Արցախը քեզ, Հայաստանը մեզ։ Հիմա Ալիևը ճուզելով Միացյալ Նահանգների ճնշման տակ փաստացի, ճուզելով Տրամպի հետ հարաբերություններ փչացնել, իսկ այն որ Տրամպին Փաշինյանն էր հրավիրել եւ դա Հայաստանի իշխանությունների գաղափարն էր, դա արդեն տարբեր տեղերից մենք իմանում ենք եւ դա շատ լավ է, որ այդ հաջողեցին եւ հիմա Ալիևը փաստորեն Ռուսաստանն ասեց կներեք չստացվեց, Ռուսաստանը ասեց ոնց։ Մենք այսքան բան քո համար զոհաբերենք, դու քո փայ պարտավորությունը չանես եւ հիմա այնպիսի ռետորաբանություններ Ռուսաստանում կիրառում Ադրբեջանի դեմ, որպեսին կիրառվում էր միայն Ուկրաինայի դեմ պատերազմից առաջ։ Եվ դրա համար ադրբեջանցի փորձագետները նույնիսկ ընդունում են, որ չի բացառվում պատերազմական գործողությունները, թեև ես այո, թեև ես կարծում եմ դա 5-ից 10%-ի հավանականությունից ավել չի բարձրանում, որտեղ կա Թուրքիայի հանգամանք։ Բայց Ռուսաստանը չասեմ ողջունեց, բայց դրական արձագանքեց այդ ճիշտ է որոշակի մտածումներով Սկրիպի մասով կսկծու փարկասու, հո չէ՞ ասելու դեմ են։ Ընդամենը մեր շահերը պետք է հաշվի առնենք այդ բոլոր պայմանավորվածություններում կամ գործողություններում։ Դա կարող է ասել հանգիստ, այդ ոնց է Հայաստանին այդ ամեն ինչը հանգիստ է ասում։ Հայաստանը պակաս մեղսակից չէ այդ պայմանագիրը ստորագրելուն։ Հəl հակառակը։ Մի բան էլ որ տեսնես Հայաստան-Ռուսաստան դաշնակիցն է տարբեր տեղերում, Ադրբեջանը պաշտոնապես որևէ այդպիսի դաշնակցային բաներ չունի, մի հատ ինչ որ հռչակագիր է ստորագրել 22 թվին ու վերջ։ Բայց ինչի Հայաստանի վրա այդպես ճնշում չկա։ Որտեվ Հայաստանն էր զոհասեղանին, Հայաստանին պետք է միասին զոհաբերեին իրանց եւ ընդունելի է որ Հայաստանը դիմադրում է եւ թույլ չի տալիս որ իրեն ինչ որ մեկը զոհաբերի։ Եվ հիմա Ռուսաստանը ասում է որ ճնշում Ադրբեջանի վրա է, որտեվ ասում է քո հետ ենք պայմանավորվել որ Հայաստանի պիտի զոհաբերենք, չես անում քո փայ պարտավորությունը, դե հիմա տես քո դեմ ինչ եմ անում։ Միջև հիմա շարունակվում է դեպ ադրբեջանցի մեծահարուստների այդ կուլակաթափությունը։ Դու ափսեում ես վերջերս իմացա, խոշոր նավահանգիստ ձեռքերից առան մի ադրբեջանցու եւ այնտեղ ցերթով բան են անում։ Բարձա դա Ալիևին ինչ։ Եվ հիմա էլ խոսք է գնում նույնիսկ Ռուսաստանից դեպի Իրան գազի խոչընդոտների մասին, որը հիմա էլ Ադրբեջանն է հարություն, որ ռուսներին հասկացնի, որ ես էլ քո ձեր դեմ լծակներ ունեմ։ Իսկն ռեալ արճակատում է գնում այնտեղ։ Իսկ արդյոք այդ պայմանագրի նախաստորագրմամբ կամ այդ պայմանավորվածությունների ձեռքբերմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներքաշելու այս տարածաշրջան այդ գործողություններով խաղաղության հեռանկարը ապագայի համար ու ներկայի համար այնքան կայունացավ, որ ասենք մենք մեր ռազմական բյուջեն, պաշտպանական բյուջեն ենք մոտ 100 միլիարդ դրամով, եթե չեմ սխալվում, այդքան էր կրճատում, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է այն ավելացնել։ Ես այդտեղ չէի համաձայնվի իշխանությունների հետ, որ անկախ նրանից որ այո, խաղաղության ուրեմն հանգամանքը էապես մեծացել է։ Այո, հեռանկարները բարելավվել են այդ իմաստով, բայց դա չի նշանակում, որ մենք մի գրամ պետք է նվազեցնենք մեր ռազմական բյուջեն այն պայմաններում, երբ որ Ադրբեջանը իր բյուջեն ավելացնում է։ Եվ երբ որ Նիկոլ Փաշինյանը իրեն նոր հարց են տալիս դեռ մի ամիս առաջ, որ խոսք կա, որ դուք նվազեցնելու եք բյուջեն եւ այլն ռազմական, ինքը ասեց կտեսնենք
ըստ իրադրության։ Այսինքն հասկացնելով, որ մի հատ տեսնենք Ադրբեջանը ինչ է անում, մեծացնում է թե չէ, նոր ըստ դրա կորոշենք։ Բայց երբ պարզ էր, որ արդեն մեծացնում է, չպետք էր նվազեցնել։ Ես հասկանում եմ դա ծանր բեռ է Հայաստանի վրա եւ հասկանում եմ, որ այո, միայն ռազմական ծախսերով եւ միայն բանակով չի անվտանգությունը ապահովում եւ մյուս ճակատներում էական առաջընթաց ունենք դիվանագիտական հատկապես եւ հիմա էլ խոսք է գնում եւ նպատակ է տնտեսական ճակատում առաջընթաց ունենալ։ Եվ իհարկե հեռանկարային ռազմավարական դիմադրողականության աճի համար պետք է դու այսօր տնտեսությունը զարգացնես, որ վաղը նաև հարկման բազան ավելի մեծ լինի, հա։ Իսկ ցանկացած ռազմական ծախս այդ հնարավորությունները նվազեցնում է, բայց ամեն դեպքում ես կարծում եմ ռիսկերը այնքան չեն նվազել, որ հիմա մեզ թույլ տանք նույնիսկ այդ հոգեբանական Ադրբեջանի համար այդ հոգեբանական խայծը գայթակղությունը տալ, ցույց տալով, որ մենք թույլատնում ենք մեր բանակը ռազմական ծախսերը նվազեցնելով։ Իսկ դուք երբեմն ներքաղաքական կամ ներիշխանական կամ ընդհանրապես Հայաստանի ներքին խնդիրներին վերաբերող թե տնտեսական թե այլ հարցերին, իրավական հարցերին մեծ ուշադրություն եք դարձնում, Մերձավանում գյուղապետի այդ սպանության փորձը, օրինակ Անդրանիկ Քոչարյանը նորից, քանի որ իր ղեկավարած պաշտպանական այդ հանձնաժողովի համակարգման ներքո է գտնվում նաև ներքին գործերի նախարարությունը, նա ասում է մենք ներքին գործերի նախարարությանը մի քանի տարի առաջ գաղտնալսման հնարավորություն տվեցինք, բայց մինչև հիմա այդ համակարգը ստեղծված չի, եթե այդ համակարգը ստեղծված լիներ, միգուցե եւ դա կարող էր կանխել Մերձավանի այդ դեպքը կամ շատ այլ դեպքեր եւ դա լրացուցիչ օպերատիվ իրավիճակը վերահսկելու գործիք էր ՆԳՆ-ի ձեռքում, որը իրականացված չէր։ Ինչպես է գնահատում այդ իրավիճակը։ Այն որ ՆԳՆ-ն ընթերացել է, դա ակնհայտ է։ Այն որ կար վենդետայի վտանգ, իրենք գիտեն։ Եվ հատկապես երբ որ խոսքը գնում է հանրային գործչի մասին, ընտրված քաղաքապետի, համայնքապետի վարչական ղեկավարի մասին, բնականաբար իրենք պետք է շատ ավելի աչալուրջ հետևեն։ Եվ այդ թերացման համար այն պաշտոնանկությունները, որ եղան, դա բավարար չեն։ Ես կարծում եմ, որ նաև համակարգային հետևություններ պետք է արվի, այո, եւ համաձայն եմ պարոն Քոչարյանի հետ, որ նաև այդ համակարգերը պետք է արագացված տեմպերով ձևավորվեն, որ գոնե չկրկնվի նման բան։ Հա, մենք մեր սխալների վրա ենք սովորում, բայց կներեք ես կարող եմ այդպիսի բաների մասին չխորանալ, տեղյակ չլինել։ Ես ներքին գործերի նախարար չեմ։ Բայց նախարարը իր պաշտոնը պարտավոր է այդ ամեն ինչը հաշվի առնել։ Պետք է ունենա խորհրդականներ, որ իրենք այդ ամեն ինչը ասեն։ Պետք է ունենա վերլուծական հիմնարկություններ, որոնք այդ վտանգները վերլուծեն, ռիսկերը գնահատեն։ Այդպես է կառավարումը իրականացվում, ոչ թե արձագանքման ռեժիմով։ Մի բան եղավ, հա դե տեսնենք արձագանքենք, տեսնենք ով էր մեղավոր, այդպես չի։ ՆԳՆ-ն դրա համար չի։ Իսկ ինչպես է գնահատում Նիկոլ Փաշինյանի երեկվային հայտարարությունը մարտի 1-ի գործերի վերաբերյալ ՄԻԵԴ-ի կայացրած որոշման, որ ճիշտ է դատարանները անկախ են, բայց նորից այնպես չլինի, որ մարտի 1-ի զոհերի հարազատները երկրորդ անգամ էլ դիմեն ՄԻԵԴ, երրորդ անգամ էլ դիմեն, եւ ինչպես այս անգամ է ՄԻԵԴ-ն արձանագրել, որ ֆարս է տեղ ունեցել, իրականում դատավարություն չի տեղ ունեցել, ապագայում նույնպես դա տեղ ունենալ, որքանն է սա համարժեք իշխանությունների գործողություններին։ Ընդհանրապես ոչ մի խոսք չկա դրա մասին, որ դատաիրավական համակարգում իշխանությունները տապալվել են։ Այդ ռեֆորմները տապալել են իրենք, չեն հաջողել։ Արդյոք Հայաստանի վարչապետը վեթինգ իրականացնելուց հետո կամ ընտրություններին պարբերաբար հետո ուրա վեթինգ են իրականացրել։ Հայտարարությունից հետո վեթինգ իրականացնելու վերաբերյալ կամ դատարանները ոնց հայտարարեցին հետո այսօր վեր կենա եւ ասի, որ նորից դատարանները նույն վիճակին մեջ են, նույն դատավարություններն են իրականացնում, ինչ որ նախկինում, ասենք 7 տարի առաջ, 8 տարի։ Բայց ինչ եմ ասում։ Ես էլ դա եմ ասում, որ վեթինգ չարեցին, հայտարարեց, որ անելու ենք, հետո ասեց չենք անելու։ Որտեղ ինչ որ մարդիկ իրեն համոզեցին, որ չէ, շատ վտանգավոր է վեթինգը։ Ինչ որ դրսից օրինակներ սկսեցին բերել։ Այսինքն վտանգավոր է, հա, ինչ որ դատավորի դնել բարեվարկությունը ուսումնասիրել այն խորությամբ, թե ինքը ինչ ունեցվածք ունի բացի, նաև ինչ որոշումներ է կայացրել, ինչ վճռներ է կայացրել։ Դա էլ է, վեթինգը միայն ունեցվածքի մասին չի։ Վեթինգը նաև այն է, որ տեսնել, եթե այդ մարդը ամբողջ կյանքի ընթացքում ապօրինի դատավորություններ, վճռներ է կայացրել, եւ հիմա հանգարց պարզվում է փոխվել է, այդ փոխվելուն մենք չենք հավատում։ Վեթինգը դա է, ասում են հաջողություն։ Եթե նույնիսկ չենք քեզ դատապարտում նստեցնում, որ հազարավոր ճակատագրեր կամ հարյուրավոր կամ թեկուզ մեկ ճակատագիր ես կործանել քո ապօրինի, միտումնավոր ապօրինի քո այդ վճռները, որը հետո ՄԻԵԴ-ում ապացուցվել է, որ կեղծ վճռներ ես կայացրել, առնվազն այդ մարդկանց պետք է դուրս շպրտել դատական համակարգից։ Հնարավոր չի միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներով, առանց կադրային բարեփոխումների դատական համակարգը մաքրել։ Իսկ այդ ինստիտուցիոնալ բարեփոխումների հիմքը պետք է լիներ վեթինգը, պետք է լիներ անցումային արդարադատությունը նաև, պետք է լիներ քաղաքական գնահատականը նախկինների,
որը էլի չարվեց։ Պարոն Խուրշուդյան, գալով նորից 2026 թվականի համապետական ընտրություններին ինչ խճանկար է բացվում կամ ինչ հեռանկար հնարավորություններ են բացվում, ինչ զարգացումներ կարող է լինել այս 7-8 ամիսների ընթացքում, թե ժողովրդավարական իմաստով եւ թե վտանգների իմաստով, դուք ինչպիսի զարգացումներ եք տեսնում կամ կանխատեսում։ Բարդ չի այդ զարգացումները տեսնել, աչքի տակ ունենք Մոլդովայի փորձը, Վրաստանի ռիսկերը, Ռումինիայի փորձը, Ռումինիայում, Մոլդովայում հաջողվեց ռուսական հիբրիդային պատերազմների դեմ առնել եւ հաղթահարել ռուսական բոլոր այդ խամաչիկներին։ Հայաստանում դա հնարավոր կլինի թե չէ, շատ բարդ է ասել, շատ դժվար է ասել։ Ամեն դեպքում Մոլդովայում եվրոպական ներկայությունը եւ ազդեցությունը, այդ թվում ինստիտուտների տեսակետից, այդ թվում իրավակարգերի պաշտպանության տեսակետից մեծ էր։ Մեր մոտ շատ ավելի բարդ է ենել այս դատաիրավական այո նաև համակարգի պայմաններում, երբ որ բոլոր ատամները սրած սպասում են ռևանշի եւ պատրաստ են ցանկացած ուրեմն ապօրինի վճիռը կայացնել թե դատավորաններում եւ թե պետական համակարգի ներսում ծվարած ծպտյալ նախկինների ուրեմն ժառանգները այդ նայել չեն մաքրել։ Այդ վեթինգը մենակ դատաիրավական համակարգին չէր վերաբերելու։ Վեթինգը նաև պետք է վերաբերեր բոլոր մնացած նաև իրավապահ մարմիններին, նաև մյուս պետական համակարգին եւ մաքրվելու էր դա, չարեցին։ Եվ դա կարող է պատուհաս դառնալ այդ իրողությունը հենց Հայաստանի Հանրապետության գլխին։ Խոսքը միայն նրա մասին չէ, որ իրենք կարող է չվերընտրվեն։ Խոսքը նրա մասին է, որ կարող է ընտրվեն մեծամասնությամբ Ռուսաստանի խամաճիկ ուժերը, Ռուսաստանի շահերը սպասարկող ուժերը։ Եվ այդքան զողողությունների գնով, որ վերջապես մենք ինքնիշխանություն ենք ձեռք բերում նաև, Ռուսաստանից այդքան նաև անկախանալու հնարավորություն է ձևավորվել, բայց զուտ տեխնոլոգիական, այսպես հիբրիդային պատերազմի միջոցով կարող է շրջեն ամեն ինչ շանսեր ունեն ընտրություններին իշխանությունները եւ ինչ շանսեր ունեն, այսպես ասած, դիտխոսավոր ընդդիմությունը, խորհրդարանական ընդդիմությունը, արտախորհրդարանական ընդդիմությունը, ըստ Հիմա մի տեսակ ապաթիայի շրջան է ժողովրդի մեջ, ոչ մեկն էլ վարկանիշ չունի, գիտեք, առանձնապես, առաջի տեղում էլի իշխանությունն է բնականաբար։ Սամվել Կարապետյանը Բայց էլի եմ ասում, հենց այդ ապաթիան ավելի վտանգավոր է նույնիսկ, որտեղ երբ որ մարդիկ ուրեմն գաղափարական մղում չունեն գնալու ինչ-որ մեկին ընտրելու, իրենք կամ չեն գնում ընտրությունների, կամ գնում են մերկանտիլ նկատառումներով են ընտրում։ Պարտադիր չի ընտրակաշարք, գուցե հաջողեն ընտրակաշարքի դեմ պայքարել, չնայած դա շատ բարդ է լինելու, երբ որ դրա նախադրյալները պահանջմունքը կա, դրա դեմ շատ բարդ է պայքարել։ Բայց նույնիսկ միայն ընտրակաշարքը հոչի, խնամի ծանոթ բարեկամ սրան նրան ասելով, խնդրելով, մի երկու սուտ բարեգործություններ անելով, գլխավոր ճակերտավոր բարեգործերն է մտնում է դաշ, չէ՞, Ծառուկյան Գագիկը։ Նա էլ է ակտիվացել։ Այդ այտենց կարգի ստեյց փախցնելով ամեն մեկը մի քանի այդպես ճակերտավոր բարեգործներ 5% հավաքելով կարող է լուրջ խնդիր առաջացնել ռուսական ներկայության։ Մենք հույս ունենք, որ պիտի նվազի այդ ներկայությունը այսօրվա համեմատ, այսօրվա խորհրդարանական ուրեմն ներկայության համեմատ, ոչ մի երաշխիք չկա, կարող ավելանա։ Իսկ դրան հակառակ ինչու չի ավելանում կամ ձևավորվում կամ միավորվում այսպես կոչված արևմտամետ կամ արևմտյան կողմնորոշում ունեցող հայացքներ ունեցող ուժերի։ Այն որ որոշակի կոնսոլիդացիա լինելու է իմ համար կասկածից վեր է, ուղղակի թե ինչ ձև դա կունենա, այդ իրենք պետք է որոշեն։ Ես կուսակցական չեմ եւ իմ առաքելությունը ավելի շատ տեսել եմ իջև հիմա հարթակ ձևավորելու մեջ, որպեսզի այդ շփումը մշտական տեղի ունենա եւ կարծում եմ այդ մասով գոնե մենք հաջողել ենք եւ ես եւ իմ գործընկերները, ովքեր այդ հարթակը միասին ձևավորել ենք, խոսքը ժողովրդարական ուժերի հարթակի մասին է, որի հիմքով նաև Եվրաքվեն նախաձեռնությունը զարգացավ եւ այսպես ջերմ բավականի հարաբերություններ ձևավորեցին քաղաքական ուժերի միջեւ, բայց ամեն դեպքում որոշումը իրենցն է, իրենք ինչ ձևաչափով կմիավորվեն, ովքեր նրանցից կմիավորվեն ում հետ եւ այլն, մեկ շարաշնով կգնան թե երկու շարաշնով կգնան, ես չգիտեմ, բայց ամեն դեպքում որոշակի կոնսոլիդացիա ամեն դեպքում կլինի եւ ես կարծում եմ հենց իրավիճակն է պարտադրելու իրենց, որ այդ կոնսոլիդացիան այս կամ այն ձևով լինի։ Իսկ ինչպես եք վերաբերում գալով նորից էլի ազգային խնդիրներին, ինչպես եք վերաբերում այդ ելքի մուտքի վիզաների վրայից արարածարի հեռացման այդ իշխանությունների որոշումներին, արդյոք դա կարող է սպառնալ նաև զինանշանի վրայից վերացնելուն եւ ինչ նշանակություն ունեն, պետք է դրան շատ մեծ ուշադրություն դարձնել, ուռճացնել կամ միգուցե իսկապես արժանի են դրան։
Եթե չհրապարակվեր նման բան, ես այդքան արտասահման գնում գալիս եմ, երբեք ուշադրություն չեմ դարձրել այնտեղ ինչ են խփում, գնամ ուսումնասիրեմ, ինչ նկարա, նույնիսկ նկարել չի, ինչ որ գծապատկեր է, հա։ Եվ իհարկե ուռճացված է այդ աղմուկը, եթե հասնի խոսքը զինանշան եւ այլն, կքննարկենք, կհասկանանք, ինչի դիմաց, հա, եմ որ ասում եմ։ Բայց այն որ ոչ մեկ մեր պատկերացումներից, մեր սրտերից, մեր բնակարանների պատերի վրայից Մասիսը չի կարող տեղափոխել եւ չի պատրաստվում, դա ակնհայտ է եւ Նիկոլ Փաշինյանը նման բան ոչ ուզում է անել, ոչ է կարող է անել։ Այնպես որ էլի, այդ գիտեք հայրենասիրական զգացողությունների վրա խաղալով ինչ որ ռեյտինգ հավաքելու վերջին հույսն է այս ռուսական գուբերնական ընդդիմության։ Տեսեք հակաթուրքականության վրա, իրանք դրանով ինչ են նաև բորբոքում են հակաթուրքականություն, չէ՞։ Հիմա ամենտեղ տարածում են, գալիս են թրքացում եւ այլն, այս խաղաղությունը դա թրքացում է նշանակում։ Ապրեք, պատերազմն է փաստորեն մեր ազգային շահերից բխում, բոլորի հետ պատերազմենք, դա մեր ազգային շահերից բխում։ Այս որ խաղաղություն լինի, որ ոչ մեկ մեր վրա չհարձակվի, դա նշանակում է թուրքացում։ Այդ տրամաբանությամբ գնացեք ել տեսնեմ ուր եք հասցնելու երկիրը։ Եթե Աստված չանի հաջողեք, որտեղ ինչ որ մարդկանց վրա ազդում է, գիտեք։ Այդ նույն տրամաբանության մեջ է նաև իշխանությունների իրական Հայաստան այդ գաղափարախոսությունը։ Այո, ակնհայտ է։ Այդ տրամաբանության մեջ է, որ փոխեն այդ հնարավորությունը վերացնեն մարդկանց մանիպուլացնելու։ Որտեղ մարդիկ ավելի գիտակցված իրենց զգացմունքները, այսպես տնօրինեն, հա։ Մենք ոչ մեկ չի ասում հնարավոր է զգացմունքներից հրաժարվել, հույզերից, հա, մենք բոլորս մարդ ենք, էմոցիոնալ ռոբոտ չենք։ Բոլորս հիշում ենք եւ ցեղասպանության հետևանքները, եւ այդ ամեն ինչ է ցավը, այդ պատմությունը, այդ ամեն ինչը բոլորս գիտենք։ Եվ ինչ, ուրեմն ինչ։ Հա, մենք շրջապատված ենք վատ պետություններով, առնվազն երկուսը։ Ուրեմն ինչ անենք։ Բարոյական սկզբունքները ասում են, դե ուրեմն քանի ձեռդ մի փոքր զենք էլ կա, քար կա, վերսա ու շպրտի նրա վրա։ Թեկուզ քեզ դրանից հետո կգան կոչնչացնեն։ Դա է ձեր պատկերացած բարոյականությունը, ես չեմ կարծում։ Պարոն Խորշիդյան, ի վերջո սահմանադրության փոփոխություններին վերաբերող Ադրբեջանի պահանջի այդ հարցը ինչպես է լուծելու, նրանք հայտարարում են, որ մինչև այդ փոփոխությունները չանեն, չեն ստորագրելու, Թուրքիան էլ ասում է, մինչև Ադրբեջանի այդ պահանջներ չկատարվի, մենք հարաբերությունների կամ սահմանների բացում չենք անելու, մենք էլ սպասում ենք այդ քայլին, եւ հիմա նաեւ տպավորություն է ստեղծվում Թուրքիայի այդ պահանջներից ոչ միայն Ադրբեջանի, որ այդ պահանջը ավելի շատ Թուրքիայից կարող է գալ Ադրբեջանի միջոցով եւ ընդհանրապես ինչպես եք տեսնում այդ շրջանակներում խաղաղության պայմանագրի արդեն լիարժեք ստորագրումը։ Չեմ կարծում որ Թուրքիայից է գալիս այդ պահանջը, Թուրքիան էլ ինչ որ իմաստով կրակն է ընկել այն ազդեցությունների ձեռքը, որը որ ունի այսօր Ադրբեջանը իր վերնախավի տարբեր ներկայացների վրա։ Իսկ Ադրբեջանը, ասեմ ձեզ, 10 թվից հետո, երբ որ հայ-թուրքական արձանագրությունները պետք է ստորագրվեն, շեշտակի փոխել էր քաղաքականություն Թուրքիայի հանդեպ, այն ժամանակ ինքը շատ այսպես մանտրաշ վիճակում էր։ Բաքվում թուրքական դրոշներ էին այրում, գազն էին սպառնում փակել եւ այլն, եթե ստորագրվեր։ Եվ նման պայմաններում Ադրբեջանը միլիարդավոր դոլարներ սկսեց ծախսել թե պաշտոնապես ներդրումների վրա Թուրքիայում եւ թե այնտեղ նույնիսկ հեռուստաընկերություն ունեն, գիտեք։ Թուրքիայում այսօր ազդեցիկ հեռուստաընկերություն կա, որ լիովին Ալիևի ազդեցության տակ է, որը աջակցում էր Էրդողանին ընտրությունների ժամանակ։ Դրանով նաև պարտավորեցնելով, չէ, ինչ որ իմաստով, բայց միայն դա չի։ Այնտեղ ոնց որ Ռուսաստանում են գնում, Թուրքիան էլ ներս չի, որ կոռումպացված երկիր չի։ Ռուսաստանում առնում են, չէ, հերթով օլիգարխներից սկսած միջև պետական պաշտոնյաներ հատկապես, սաղին էլ կերակրում են ու նաև 2020 պատերազմի որոշումը Ռուսաստանի, Հայաստանի դեմ, այդպես Հայաստանի զոհասեղանին տանելով, Արցախը ոչնչացնելու գնով ինչ որ բաներ ձեռք բերել, նաև այդ ազդեցության ներքո էր, որոշումների կայացման վրա իրենք կարողացել ազդել։ Նույնը Թուրքիայում է։ Ինչքան էլ Թուրքիայում կա բավականին այսպես դժկան վերաբերմունք Ալիևի հանդեպ հատկապես ընդդիմադիր շրջանակներում, որը որ Ստամբուլում, Անկարայում շատ ազդեցիկ են, շատ ավելի ազդեցիկ քան արևելյան շրջաններում, բայց մեկ է, նույնիսկ նրանց հետ է ինքը աշխատում, նույնիսկ նրանցից շատերին է կերակրում, առնում, աջակցում, նախընտրական ինչ-որ ֆինանսավորում եւ այլն։ Ուզում ասեմ, չեմ կարծում Թուրքիային դա շատ դուր է գալիս, իրանք զգում են, որ արդեն ինչ-որ չափեր անցնում է անդադ ամեն ինչի մեջ գիտը խոթում է, բայց փաստ է, որ այդ ազդեցությունը կա եւ արդեն այն ձևավորվել է ոնց որ ավանդույթ, որ միջև Ադրբեջանը Հայաստանի մասով չհամաձայնվի ինչ-որ քաղաքականությանը, Թուրքիան այդ քաղաքականություն չի կիրառի Հայաստանի հանդեպ։ Եվ այո, ես իհարկե Սահմանադրության պահով կա այդ մտահոգությունը, որ այսպես անընդհատ փորձելու են Ադրբեջանց Ալիևը հենց նաև այսպես սադրելու, որ նաև դա չլինի։ Իդեպ էլ ասեմ, մենք ընդունեցինք, չէ, որ Տրամպին բերել է տարածաշրջան Նիկոլ Փաշինյանը, որ
Ալիևը նույնիսկ այդ զիջումներով հանդերձ չէր պատրաստում ստորագրել, չէ, բայց ստորագրեց, թեկուզ նախաստորագրեց եւ այդ նախաստորագրումը, այսինքն այդքան էլ իշարից չէր բխում, եթե զորով դա արվեց, չէ։ Այսինքն ինքը կփորձի սաբոտաժ անել։ Եվ ինքը արդեն նաև այդ Զանգեզուրի կորիդոր կոչված սադրանքներով, այդ խոսույթով եւ այլն փորձում է սադրել, փորձում է ինչ որ հիմքեր ստեղծել, որ նաև չստորագրի, չէ, այդ վտանգը կա։ Խնդիր ունենաք Զանգեկինց, հիմա էլ ասում են, որ Նիկոլ Փաշինյանն ունի Թրամփի WhatsApp-ի այդ կոնտակտները, այդ ազդեցությունը կարող է ազդել Ալիևի։ Հիմա ես դա եմ ասում, որ բայց նա կաշկանդված է Թրամփի հանգամանքով։ Թրամփը անկանխատեսելի է, որ հանգարց վաղը թարս ոտով զարթնեց են, որ ասում է եւ որոշեց, որ պատժի ինչ որ Ալիևին, նա Բայդենի պես ծանրութեթև տարիներով չի անելու։ Եվ համից Ռուսաստան։ Չէ, Ալիևին պատժի նկատի։ Ալիևին եթե որոշի պատժի, հա, իհարկե, դա մեծ խնդրեմ չի Միացյալ Նահանգների պես գերտերության, նույնիսկ Ռուսաստանն են որոշել հիմա պատժել։ Տամագավկեր են տալիս արդեն Ուկրաինային եւ այլն, ասում է դրեք ռմբակոծեք ինչ ուզում եք արեք, չէ՞։ Հիմա Ալիևը դրա համար ինչքան էլ այդպես մանր կեղտոտություններով փորձում է սադրի, որ Հայաստանը հետ կանգնի կամ Հայաստանից առաջանա այդ դեստրուկտիվ բանը, դա վերաբերում է իդեպ նաև այդ համանդրության հարցի արծարծմանը։ Հիմա Հայաստանը ամեն դեպքում փոխելու է համանդրություն, դա վաղուց միջև պատերազմն էլ Նիկոլ Փաշինյանն հայտարարել, եւ դա բոլորիս է պետք։ Բոլորիս է պետք, վերջապես մեզ պետք է մի հատ նորմալ համանդրություն, որ ժողովուրդը գնա ընդունի, այլ ոչ թե անդադ կեղծած համանդրությունների վրով ուրեմն ամենք ապրենք եւ դրանով առաջնորդենք։ Հիմա այդ համանդրության միջից այդ մի դրույթը ինչ որ ձեւով այդ դրույթի հարցը լուծելը, որը որ այլ եմ ասում, դա անախրոնիզմ է։ Անախրոնիզմը 91 թվականից։ Ինքը 89 թվականին ընդունված ակտ է, այսինքն վերահավանման ակտը Հայաստանի ԽՍՀ-ում եւ ԼՂԻՄ-ի, բայց ինքը 91 թվին, երբ որ ԼՂԻՄ-ը անկախության հռչակագիր ընդունեց, արդեն այդ դարավ առ ոչինչ ինչ որ ակտ եւ վաղուց կարելի էր դա հանել, բայց դե տենց ավանդույթով մնացել է, ոչ մեկ չի ուզեցել ձեռ տա եւ բարդ չի դա հանելը եւ ժողովուրդն էլ կընդունի հանգիստ այդ մի դրույթը փոփոխությունը, որտեղ էլի եմ ասում, չկա այդպիսի ակտ այլևս, Արցախը ինքն է չեղարկել այդ ակտը։ Բայց Ալիևը քանի որ ասում է իմ ասելով պետք է հանեք, անդադ sense բզբզում է, ինքը գիտի ինչի անում դա, ինքը գիտի նաև ժողովրդի մեր ատամները հաշված ունի, նաև այս պրոռուսական ընդդիմությունը անդադ այդ զգացմունքների վրա խաղալու այդ բանը օգտագործելու է ժողովրդի, այ տեսեք Ալիևը ասելով է ուզում փոխի համանացություն եւ այլն, եւ դա ոնց որ փակուղու մեջ է դրանով փորձում դնել Նիկոլ Փաշինյանի, որ նա էլ չանի, իրենք էլ ասեն տեսակ, տարածքային պահանջներ ունեն, որ չեն անում։ Այդ է խաղը։ Թե չէ հենա լուր կսպասեր միջև հանգիստ կփոխվեր, եթե իր նպատակը Ալիևի նպատակը լիներ, որ իրոք այդ համանությունից հանվեր, անընդհատ ինչի պետքա բզբզար դա։ Լուր կսպասեր, տեսնում ա, չէ, Նիկոլ Փաշինյանը մի անգամ ասեց, հա, ասեց փոխելու ենք մեկ այդ համանadrությունը, բայց ուրիշների ասելով չենք փոխելու։ Այսինքն նպատակ կա բզբզալու եւ սադրելու։ Եվ մի հարց էլ, գիտեք Նիկոլ Փաշինյանը հռչակել է 4-րդ հանրապետության հռչակման, հաստատել է 4-րդ հանրապետության հռչակման մասին այդ գաղափարախոսությունը եւ որով էլ ընտրություններին արդեն ներկայանալու են ընտրողներին, ինչպես է վերաբերում այդ նախաձեռնությանը։ Դա նախ պետք է հասկանանք բովանդակությունը ինչ է, այդքան հեշտ չի հանրապետություն փոխելը, հա։ Դա կարող է բերել իր հետ իրավական զուտ սիմվոլիկ բնույթ է կրում եւ առանձնապես դե եթե սիմվոլիկ է ուրեմն առանձնապես քննարկման առարկա էլ չէ բայց եթե իրավական ինչ-որ հետևանքներ է բերելու որտեղ ընդհանրապես եթե ասում են նոր պետությունը որոշակի նոր իրավական ինչ-որ բազայի վրա է ստեղծվում հիմա եթե դա նույն պետությունն է առանց ոչ մի բանի փոփոխելու ուղղակի նոր համանդրություն ընդունելով ասում ենք նոր պետություն է կառավարման համակարգի փոփոխություն հա ինչ է նույն պետության մեջ 10 անգամ կարող կառավարման համակարգ փոխվել դրանից պետությունը չի փոխվում հա ֆորմացիա չի փոխվում չէ սովետական միությունը երբ որ ձևավորվեց այդ դա Ռուսաստանի կայսրության ֆորմացիոն փոփոխություն էր ֆորմացիա փոխվեց ինչ իրավական համակարգի փոփոխության մասին կարող է լինել դե Հայաստանը այսօր հիմնված է իր անկախությունը Հայաստանի անկախության հռչակագրի վրա եւ այդտեղ է վտանգավոր այդ կապը խզելը եւ դրա համար չեմ տեսնում նոր համանացությունը լիովին հրաժարվի հղումից բանի վրա այլ պետք է ուղղակի հատուկ դրույթով նշի թե որ կետերն են այդ հռչակագրից գործում, որը չէ, ոչ թե միայն թողնվի համանական դատարանի վրա, այլ համանացության մեջ նշվի, որ այս կետը չի գործում, ոնց որ մյուս կետներ, դա էլի կան կետեր, որոնք չեն գործում։ Ես էլի եմ ասել դրա մասին եւ հետո իրենք էլ դրա մասին նշեցին, որ այնտեղ օրինակ կա զինված ուժերի տնօրինման, ղեկավարման հարց։ Նա ազգային ժողովն է մեր շրջակագրով մեր բանակի տեր ու տնօրենը կոպիտ ասած, բայց համանadrությամբ լրիվ հակասող բան է, գործադիրն է արդեն։ Բայց ոնց է այդ հակասությունը
չեն տեսնում ոչ մեկ, չէ՞։ Դա էլ պետքա նշվի սահմանադրության մեջ, որ կամ նշվի, որ այն մասով, որը որ չի հակասում այս սահմանադրության մարմնի մեջ եղած ուրեմն դրույթներին, բայց հռչակագիրը մեր անկախության ծննդականն է ըստ էության։ Դրանից լրիվ հրաժարվելը, չգիտեմ, ես իրավաբանների հետ որոշ երբ որ խոսում եմ, շատերը այդ մտահոգությունը հայտնում են, որ այդ պորտալը չի կարելի կտրել, որտեղ վաղը կարող է ինչ-որ մի պետություն, ինչ-որ հավակնություն ունի Ռուսաստանը, գա ասի, ով ասեց, որ դուք անկախ պետություն եք։ Դուք ունեիք հռչակում, բայց այդ հռչակումից հրաժարվել եք։ Հիմա ինչի վրա է հիմնված ձեր պետականությունը։ Չգիտեմ, կարող է այդ շատ տառակերության բան կա այդտեղ իրավական տեսակետից։ Ես իրավաբան չեմ կարող ասել, բայց այդ ռիսկերը պետք է ճիշտ գնահատել։ Շնորհակալություն, պարոն Խուրշուդյան։ Հիշեցնեմ, որ մեր զրուցակիցն էր Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը։